19 կտավ, որոնցում 25-ամյա նկարչուհու մանկական աշխարհն է։ Անի Մելիքսեթյանը կյանքի մեծ մասն անցկացրել է Ռուսաստանում, հայրենադարձվել է եւ հարազատ Վանաձորի մանկական վառ հուշերը հանձնել կտավին։ Իրենց փողոցը, բակը, շենքը, պատշգամբը, մարդիկ ու ջերմ մթնոլորտը նկարչուհին ներկայացրել է իր առաջին «Լուռ պահ» խորագրով անհատական ցուցահանդեսում։ Այս ցուցահանդեսը ինձ համար ներքի միջակի մասին է։ Այն պահերին, երբ մարդը փորձում է իրեն նորից գտնել կյանքի փոփոխվող իրադարձությունների միջև, եւ քանի որ ես միշտ ճանապարհների վրա եմ, շարժման մեջ, նաեւ տեղափոխվելով քաղաքից քաղաք, երկրից երկիր, հենց այդ վիճակում ինձ ավելի հեշտ է գտնել լուռ պահը։ Պատուհանների ժանգոտ փեղկեր, ավտոտնակների տանիքներ ու շենքեր, մոխրագույնի երանգներով։ Անի Մելիքսեթյանն ասում է, իր մանկության Վանաձորը հենց այդ տեսքն ուներ։ Հիմա քաղաքն ուրիշ է։ Նրա կտավները հին լուսանկարներ են հիշեցնում այդ ժամանակահատվածում ապրող մարդկանց, ընտանիքների պատմություններով։ Իմ մանկության, իմ հիշողության մասին են, որոնցից ես հեռացել եմ շատ երկար ժամանակով, եւ իմ հայրենիք վերադառնալուց հետո, երբ ես նորից վերանայեցի ամեն ինչ, կարողացա գտնել ինքս ինձ սրա մեջ, որովհետև սա իմ մի մասն է, եւ ես կուզեմ, որ դիտողը փորձի գտնել նաեւ իրեն աշխատանքների մեջ եւ մի պահ կանգ առնի։ Ամեն կտավում նկարչուհին փորձել է էմոցիա դնել, որ այն հասնի դիտողներին եւ նրանց տեղափոխի իրենց մանկություն։ Գիտելիքների շնորհիվ, որոնք ես ստանում եմ ուսման ընթացքում, օգտագործում եմ նրա համար, որ կարողանամ էմոցիոնալ վիճակը ավելի արտահայտիչ սարքեմ։ Անի Մելիքսեթյանի աշխատանքներին արվեստասերները կարող են ծանոթանալ Փյունիկ զարգացման կենտրոնում։ Յուրա Վահանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։